Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ։ Օգոստոսի 2-ին կմեկնարկվի ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստը, ինչ տրամադրվածությամբ է գնում ազգային ժողովը որպես նորընտիր պատգամավոր։ Տրամադրվածությունը բնականաբար սումոյրինգ չեն գնում, որ այդ կոնտեքստում մարտական, այլ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով եւ իհարկե աշխատելու մեծ պոտենցիալով եւ պատրաստակամությամբ, որովհետեւ ստացել ենք մանդատ բնակիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից տարբեր գործառույթներ իրականացնելու ու այդ ամեն ինչը իրականացվելու է։ Այս դեպքում ես որպես ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ով ընդգրկված է եղել Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքում որպես պատգամավորության թեկնածու, արդեն որպես ընտրված պատգամավոր, իմ գործառույթը բացառապես լինելու է ռազմագերիների հարցերով զբաղվելը, Բաքվում գտնվող մեր գերիների իրավունքների եւ նրանց ընտանիքների առնչվող իրավունքների հետ կապված ամբողջ այդ process-ներին մասնակցելը, մանդատը օգտագործելով թե ներքին, թե արտաքին դերակատարների հետ համակարգման, շփման եւ տարբեր, այսպես ասած, բանաձևերի հաստատման, արդեն իսկ բանաձևերի իմպլեմենտացիայի հետևից գնալու, որովհետև ապրելու երկիր կուսակցությունը ի սկզբանե Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հետ համաձայնագիր հուշագիր է ստորագրել համագործակցության հետևյալ սկզբունքով իշխանափոխության եւ առաջնահերթություն տալով հենց գերիների հարցը։ Դուք ասում եք ռինգի չեն գնում, բայց մեկնաբանություններն այնպիսին են, որ պատերազմ է սպասվում ազգային ժողովում եւ բավականին լարված մթնոլորտ է տիրելու, հաշվի առնելով իշխող թիմի տրամադրվածությունը ձեր հանդեպ եւ ավելի բուռն մարտերի ենք ականատես լինելու, քան եղել է 8-րդ գումարում։ Սա ցավալի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, երբ քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է եւ մշակույթը, որտեղ որ քաղաքական գործիչները, իհարկե ես նման հայտարարություն անող գործիչներին չեմ համարում քաղաքական գործիչներ, որովհետեւ ցանկացած դաստիարակված, կրթված, մասնագիտացված քաղաքական եւ հասարակական գործիչ, հանրային գործիչ իրեն թույլ չի տա իր գոլեգային նման բառապաշարով դիմելու, թե գալիս եք ռինգ, բոքսի տանձիկ կամ չգիտեմ, նման վերաբերմունք եւ առհասարակ խոսույթ ես ինքս մերժել եմ եւ մերժում եմ եւ չեմ պատրաստվում նման դիսկուրսի մեջ մտնելու, հենց ցույց տալու հանրությանը, որ քաղաքական ամենաբարձր ամբիոնը, որը որ ներկայացնում է ազգային ժողովը, այդտեղից պետք է հնչեն միայն պրոֆեսիոնալ, մարդկանց իրավունքները պաշտպանելու, օրենսդրական բարեփոխումների եւ տարբեր հարցերով, այլ ոչ թե նման փողոցային դիսկուրսի վերածելով։ Բնականաբար ես չեմ մտնելու։ Դե բայց հիմնականում, այո, վեճեր, կռիվներ, հակադարձումներ, մեղադրանքներ մենք դենք տեսնում ազգային ժողովում եւ իսկապես հետին պլան է մղվում բովանդակային քննարկումները, օրենսդրական նախաձեռնությունները եւ հետաքրքիր է, որ մարդկանց նաեւ հետաքրքրում այդ վեճը, կռիվը, այդպիսի տեսանյութերը։ Ցավալի է, որ հետաքրքրում է հանրությանը միայն այդ մասը, սակայն որպես պրոֆեսիոնալ մասնագիտացված մարդ, ով հանրային կառավարման ես մասնագետ եմ, միգուցե ունեմ մի շարք օրենսդրական բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված մտքեր, նաև գաղափարներ, սակայն ձևավորված քաղաքական մշակույթի եւ առհասարակ կառավարման համակարգի ու կառավարման ձևի պայմաններում այս բանը ես հնարավորություն չեմ տեսնում այդ իդեաները կյանքի կոչելու, իհարկե, որոնք նպատակաուղղված կլինեին Հայաստանի Հանրապետության եւ կառավարման զարգացման առհասարակ, որովհետեւ ունենք մի շարք խնդիրներ լոկալ մակարդակից մինչեւ անվտանգային խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, սակայն ոչ պատասխանատու եւ քաղաքական կամք չունեցող, ինչպես նաեւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց տրցակը, խումբը ղեկավարում է այսօր իշխում է ամբողջ Հայաստանը, որը մեր հենց ողբերգությունն է, որի համար եւ պայքարում ենք իշխանափոխության համար։ Սակայն իմ գործառույթը որպես ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նշեցի, բացառապես լինելու է այս դեպքում արդեն գերիների ազատ արձակման նրանց խնդիրներով զբաղվելու համար եւ քանի որ տարիներ շարունակ տեսել ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից
չեն իրականացվել կամ կուլիսների հետևում իրենց ասելով կուլիսների հետևում ինչ որ գործողություններ են իրականացվել, որոնք արդյունք եւ արդյունավետ չեն եղել, արդյունք չեն տվել ու արդյունավետ չեն եղել գերիների ազատ արձակման փուլում, այսպես ասած, process-ներում, հետեւաբար այս մանդատը իր ամբողջ իրավական, քաղաքական եւ տեղեկատվական բլոկով աշխատելու է, համակարգելու նախաձեռնությունները, իրականացնելու մի շարք նախաձեռնություններ, հասարակական կազմակերպությունների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական դերակատարների, խորհրդարանական, միջխորհրդարանական միավորումների, ֆորումների եւ այլ այսպես միջոցառումների հետ կապված։ Դուք ինչ կարող եք փոխել խորհրդարանում, ինչը չկարողացան անել օրինակ 8-րդ գումարման անդիմադիր պատգամավորները։ Ես կարող եմ խոսել իմ կողմից, նախ փոփոխությունը շատ մեծ է, այսինքն տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր խմբակցություններ, բնականաբար ռազմավարությունը տարբեր է լինելու, գործողությունների պլանը եւ գործիքակազմը իշխանափոխության տարբեր են, նույնիսկ կուսակցությունից կուսակցություն դա արտահայտիչ երևում է, կարող ենք ասել, բայց այսպես նշեմ, Ուժեղ Հայաստան կուսակցության եւ Ապրելու երկիր կուսակցության առաջնահերթություններից էր իշխանափոխությունը, որը ցավոք սրտի չեղավ եւ ընտրությունների արդյունքները այնպես ձևավորվեցին, որ այս մանդատը բացառապես ծառայելու է հենց գերիների հետ կապված գերիների հարցերով զբաղվելուն Եվ ինչքան էլ մենք ունենանք տարբեր կարծիքներ որպես բազմակարծություն է, տարբեր այսպես գործիքակազմ, տարբեր ուղղություններով գնալու համար, սակայն այս առաջնահերթությունը մեր երկու կուսակցությունների համար շատ կարևոր է, որի շուրջ էլ ձևավորվել է հենց համագործակցությունը։ Հիմա խորհրդարանում որքանով է արդյունավետ լինելու աշխատանքը, դուք կարծում եք, որովհետև այդ բաշխվածությունը նաև որ մանդատների կա, հնարավորություն է տալիս իշխող ուժին իրենց օրենքները ընդունել եւ ձեր ներկայացրած առաջարկները նախագծեր ուղղակի չքվեարկել եւ կյանքի չկոչել։ Հիմա այս իրավիճակում խորհրդանական ընդդիմությունը ինչ հնարավորություններ ունի, ինչ կարող է անել։ Ինչպես նախորդ, այնպես այս գումարման հետ կապված կարող եմ հետևյալը ասել, որ նույն գործիքակազմը, այսինքն մանդատի ազգային ժողովի մանդատ ստացած падգամավորները եւ խմբակցությունները ձևավորված ունեն նույն իրավասություններն ու լիազորությունները, կախված է նրանից, թե ով ինչպես է դա ծառայեցնելու, ինչ ռազմավարություն է ընտրելու։ Առհասարակ Հայաստանում պարլամենտական համակարգը եւ կառավարման ձևը թույլ չեն տալիս, որպեսզի ընդդիմությունը կարողանա որոշիչ դեր ունենալ կամ ինչ-որ հարցերում որոշումների կայացմանը մասնակցել։ Հետևաբար ազգային ժողովը ուղղակի դարձել է խոսք ասելու ամբիոն ցավոք սրտի, որը այդպես չպետք է լիներ եւ մեր ընտրական համակարգը նույնպես իր բացթողումները միգուցե ժամանակաշրջանին ոչ ռելևանտ ընտրական համակարգ է եւ այլն, այսինքն մենք ունենք համապարփակ կառավարման մի շարք խնդիրներ, սկսած ավելի local level-ից մինչև ազգային մակարդակ, որոնք որ կարող են լուծվել երբ լինի իշխանափոխություն։ Հետևաբար ձեր հարցին անդրադառնալով կարող եմ հետևյալը ասել, որ խմբակցությունները իրենց ռազմավարությամբ արդեն կարող են արդյունավետ օգտագործել կամ չօգտագործել։ Իսկ իրավասությունները, լիազորությունները արդեն նույնն են, թե նախորդի, թե ներկայի։ Հիմա որքանով բնականon աշխատանք կկազմակերպվի ընդդիմության կողմից խորհրդարանում, որովհետև հասկանալի է, որ մեծ ճնշումներ են լինելու եւ նաեւ անհատապես ճնշումներ, նաեւ իրավական համակարգ հավանաբար նաեւ գործի դնելով, որովհետև այդ մասին նաեւ ակնարկներ կան, իդեպ իշխող ուժից ասում են, ինչպես Նարեկ Կարապետյանն է ասել, որ 8 հոգի կարող է միանալ ԿՊ-ից մեզ, հիմա մենք էլ կարող ենք օրինակ այդ տարբերակը դիտարկել, որ դուք միանաք ԿՊ-ին կամ ինչ որ պահից մեկ էլ ստեղծվի այնպես իրավիճակ, որ ձեր падգամավորներից մի քանիսը որոշեն, որ իրենք անկախ падգամավոր են դառնում, այդպես նաեւ մանդատների թիվը կչանա ձեր նվազի ձեր խմբակցությունում, որը ի նպաստ իշխանության կգործի այս դեպքում։ Հիմա դուք այս վտանգները չեք տեսնում, որ այնպիսի ճնշումներ կարող են լինել, որ ձեր խմբակցությունը իսկապես մասնատվի։ Տեսեք,
Խնդիրներ միշտ եղել են մինչև ընտրությունները ընտրական process-ներում եւ ընտրություններից հետո բնականաբար էլը խնդիրներ լինելու են, որովհետեւ ցավոք սրտի իշխող ուժը, որը մանդատագող կարող ենք համարել, ձևավորել է ոչ մեծամասնությամբ եւ մեծամասնության քվեով կարող ենք ասել եւ որոշակի լեգիտիմության հարցեր ունի ամբողջ պետական ապարատը եւ պետական ինստիտուտները ծառայեցնում է իր շահերից բխող այսպես գործողություններում թե ընտրությունների ժամանակ թե բնականաբար հետո սա կոնկրետ Հայաստանի Հանրապետության հակաժողովրդավարություն է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին խարխլող հանգամանք, որովհետև օգտագործել վարչական ռեսուրսները ամբողջությամբ ընտրությունների ժամանակ, իսկ հետո նաև նույն պետական ինստիտուտները, դատական համակարգը եւ այլն օգտագործել իրենց քաղաքական նկատառումներով բնականաբար խարխլելու է մեր պետության հիմքերը եւ խարխլել է այո Հայաստանի Հանրապետությունում այսօր ժողովրդավարության լուրջ խնդիր ունենք եւ ժողովրդավարության բաստիոն համարող իրեն իշխանությունը այսօր դառնում է տարածաշրջանի հակաժողովրդավարական իշխանությունը ցավոք սրտի եւ եթե մենք ասում էինք մինչև այս ընտրությունները որ վերջին շրջանում ընտրությունները գնալով ավելի դառնում են լեգիտիմ եւ նորմալ ընտրություններ է կազմակերպվում, այս դեպքում մենք ունեցանք սարսափելի արդյունք, երբ այլ կուսակցության ուղղակի չեղյալ համարեցին մանդատները չտալով նրանց, որպեսզի չձևավորվեր իրենց չցանկալի, այսպես ասած, ազգային ժողովի կազմը։ Հետևաբար խնդիրները շատ են, բայց թե որպես ընդդիմադիր падգամավոր եւ ընդդիմադիր առհասարակ քաղաքական հանրային գործիչ իմ եւ այն կուսակցությունը, որ ես ներկայացնում եմ ապրելու երկիրը, մեր գլխավոր եւ առաջնային խնդիրները մի շարք առաջնային խնդիրների հետևից գնալն է, այս դեպքում թե պետական, թե ազգային անվտանգության, գերիների հարցեր, մենք ներգրավված ենք եղել լոկալ կառավարման շրջանակներում բազմաթիվ տեղեր ունենալով համայնքի ղեկավար կամ ներկայացվածություն գոնե ավականու որպես անդամ, հետևաբար ունենք մեր ռազմավարությունը, մեր գործողությունների պլանը, մեր քարտեզը ինչպես ենք պատկերացնում եւ այլն եւ այլն։ Իհարկե, ճանապարհը փշոտ է եղել եւ մեզ սպասվում են դժվար նաեւ ժամանակաշրջան, այս դեպքում նաեւ ազգային ժողովում, բայց տրամադրվածությունը մարտական է աշխատելու համար, ինձ համար հատկապես, որովհետև ես կարծում եմ, որ գերիների հարցը ոչ թե քաղաքական գործիք է, այլ առհասարակ այն պետք է դառնա համազգային օրակարգ։ Սա ողջ հայության խնդիրն է։ Իդեպ սպասում կար, որ ընտրություններից առաջ կարող են գերիներ վերադառնալ, բայց փաստորեն դա էլ չեղավ։ Փաստորեն, իհարկե ակնկալիքները միշտ պոզիտիվ են լինում, որովհետև ինչքան էլ խնդիրներին մարդիկ տեսնում են, խնդիրներին առնչվում են, միևնույնն է ասում են լավ կլինի, ինչ որ մի հույս կա։ Իհարկե հույսը միշտ կա, բայց որպես քաղաքական գործիչ միայն հուսալով չէ, գործողություններ են պետք եւ իմ գործողությունները մեր կուսակցության առհասարակ խմբակցության ուժեղ Հայաստան խմբակցության մեջ ամբողջ գործառույթները իմ որպես падգամավորի լինելու է հետամուտ լինել այդ խնդիրների լուծմանը ու մանդատը օգտագործել ամբողջովին դրա իրականացմանը։ Հիմա ինչ եք կարծում այդ վտանգը իսկապես կա խմբակցության փլուզման թե ոչ։ Հիմա օրինակ Նարեկ Կարապետյանի նկատմամբ մենք տեսնում ենք, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել հավաքների մասնակցության եւ նյութապես հավաքների մասնակցության նյութապես շահագրգռելու եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Հիմա նաեւ այս գործընթացը արդյոք այդ մեծ գործողությունների մի մասը չէ, այսինքն ճնշելու, թույլ չտալու դրսևորվելու խորհրդանում եւ շարունակական նաեւ հետապնդումների։ Իհարկե շարունակական հետապնդումներ եղել են, կան ու լինելու են,
նույնիսկ որպես падգամավորի տեխնացու եղած ժամանակ բոլորին ես ասացի չէ որ վարչական ռեսուրս կիրառելու ժամանակ առհասարակ մարդկանց ընտանիքներին նրանց հետ առնչվող մարդկանց ովքեր կապ են ունեցել փորձել են ամեն տեսակ լոկալից մինչև ռեգիոնալ եւ ազգային մակարդակում ինչ որ ազդեցություններ ունենալ քանի որ Հայաստանը փոքր է, ինստիտուտները կայացած չեն, մենք ունենք մի շարք խնդիրներ, հետեւաբար ամբողջությամբ կարողացել են օգտագործել եւ օգտագործում են ցավոք սրտի։ Մեր պայքարը դրա դեմ է, մեր պայքարը Հայաստանի Հանրապետությունը սոցիալական իրավական երկիր ժողովրդավարական երկիր դարձնելն է, որտեղ կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի անվտանգ, խաղաղ երկրում, որտեղ իրավունքները պաշտպանված կլինեն, այլ ոչ թե երկրի ղեկավարը իր ժողովրդին պատերազմով կսպառնա։ Հիմնականում ձեր ուժի նկատմամբ իշխանության կողմից ներկայացվում է այնպես եւ հանրության մոտ ուզում է նաեւ ներկայացնել, որ այստեղ ոչ թե գաղափարական համախմբում է տեղի ունեցել, այլ զուտ գումարի դիմաց մարդիկ եկել են եւ դարձել են падգամավոր եւ իդեպ այդպիսի հայտարարություններ, եթե չեմ սխալվում, Վահագն Ալեքսանյանն էր անում, գուցե սխալվում եմ, բայց ասում էր, կոնկրետ ասում էր, որ գումարի դիմաց հավաքված մարդիկ են եւ այլն կգաք մենք ձեզ կասենք ձեր գինը եւ այլն։ Այսպիսի հայտարարությունները եւ միտումնավոր այս տրամադրությունները ստեղծել հանրության մոտ ինչ նպատակ ունի։ Նպատակը իրանց դաշտ տանելն է, որպեսզի այդ դիսկուրսի մեջ մտնեն, բնականաբար լրիվ անհեթեթություն է այդ հայտարարությունը եւ ես իմ գործընկերները նաեւ չենք պատրաստվում այդ դիսկուրսի մեջ մտնելու, իհարկե ամեն հարցի պատասխան ունի, սակայն արդյոք քաղաքական գործունեությունը փողոցային վարվեցողության, փողոցային մակարդակի խոսակցությունների վայր է, հատկապես ազգային ժողովը, իհարկե ոչ։ Եվ այն որ դու գաղափարի համար չեք համախմբվել, այս միտքը շատ է իրենց կողմից ասվում։ Հիմա ինչպես պետք է ներկայացնեք կամ ինչ բացատրեք այս ամեն ինչը հանրությանը։ Չի կարող գաղափարի շուրջ չհամախմբվել, որովհետև ցանկացած կուսակցություն, ցանկացած կուսակցությունների դաշիկ ձևավորվում է նախ գաղափարի հիման վրա։ Եվ հենց մեր կուսակցությունը երբ համաձայնագիր ստորագրեց համագործակցության, գաղափարային հիմքի վրա էր, որ մենք նույն առաջնահերթ գաղափարներն ունենք՝ իշխանափոխություն, գերիների հարց, եւ հետեւաբար այդ ամենը գաղափարային համագործակցության արդյունք է։ Իդեպ ընտրողներին էլ են ասում, որ գումարի դիմաց են գնացել ընտրել, նրանք չէին ընտրի ընդդիմությանը, եթե նրանց գումար չբաժանեին։ Մանիպուլացնում են, իհարկե հաղորդակցության շատ մեծ գործիքակազմ է օգտագործում Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ, սոցիալական մեդիայով, ամբողջ սոցիալական հարթակներով, մանիպուլացնելով, ստեր տարածելով, մարդկանց հասցեին վարկաբեկող նյութեր տարածելով եւ այլն, բնականաբար այդ ամեն ինչ օգտագործվում է եւ մենք չունենք համակարգված մարդու իրավունքների պաշտպանության, առհասարակ քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանության, հատկապես կային կանայք, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում նաեւ ընդգծված սեռով պայմանավորված, հետեւաբար լուծում չկա դրան։ Ցավոք սրտի Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած նույնիսկ վարկաբեկող սուտ տեղեկատվություն տարածել առանց պատասխանատվություն կրելու։ Երբ որ չկան մեխանիզմներ, երբ որ չկան բացի պատժից կանխարգելման, օրենսդրական ինչ որ կարգավորումներ եւ այլն, այդ լուծում չի ունենալու այդ խնդիրը։ Իսկ դուք ինչ եք կարծում, պետք է մանդատները վերցնել թե ոչ։ Այս հարցը դեպ շատ քննարկված վերջին շրջանում հենց ընդդիմադիրների կողմից, որ ինչ իմաստ ունի գնալ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատել, ինչ եք փոխելու, ինչ են արել մյուսները, որ դուք ինչ անեք, խոսքը միայն ձեր կուսակցության մասին չէ, նաև Հայաստան դաշինքի մասին։ Մեր կուսակցության դիրքորոշումը, ապրելու երկիր կուսակցության դիրքորոշումը հետևյալն էր, մեր առաջնորդները նույնիսկ հանդես եկան հայտարարություններով տարբեր, որ այո, ցանկալի չէր վերցնել մանդատները քաղաքական ճգնաժամ ձևավորելու համար, սակայն ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այս դեպքում որոշում կայացրեց մանդատները վերցնելու, հետեւաբար ես սկզբից էլ նշեցի, մենք
ինչ առաջնահերթությունների շրջանակներում ենք գնացել համագործակցության եւ մեր համագործակցությունը այս առումով տարբերվում է։ Այսինքն մենք համագործակցում ենք գերիների խնդրի հետ կապված, որպեսզի գերիների հետ կապված խնդիրները լուծվի, բայց տարբեր ձևով ենք տեսնում նաև, ինչպես նաև ունենք իշխանափոխություն իրականացնելու այդ մանդատը կօգնի, որ իշխանափոխություն իրականացնեք։ Մանդատը կարող է եւ օգնել եւ չօգնել, ինչպես նախորդին չի օգնել, միգուցե ես սկզբից էլ նշեցի, որ այդ նույն լիազորություններն ու գործառույթները ունեն բոլորը, բայց դա աշխատացնելու ձևը, այն կառավարելու եւ այլն կարող է լինել տարբեր եւ հետեւաբար ընդդիմության հավաքական ընդդիմության խնդիրն է գնալ դեպի իշխանափոխության, քաղաքական process-ները զարգացնել եւ ամբողջը տանել նրան, որպեսզի իրականացվի իշխանափոխություն, այսինքն այս փուլում միգուցե չի ստացվել, բայց հաջորդ փուլում ինչեր են սպասվում, ինչ գործողությունների պլան կա լավ, այսպես ասենք, ինչպես ենք մենք դա տեսնում, ինչ ռազմավարություն ունենք։ Հետևաբար ին որպես падգամավորի արդեն անելիքը գերիների մասով է հիմնականում լինելու։ Իսկ փողոցային գործողությունների հնարավորություն դուք տեսնում եք, որ մարդիկ կհամախմբվեն, ինչ որ բան հնարավոր է փոխել փողոցով։ Ամեն ինչ հնարավոր է, կախված է իրավիճակից, եւ մի անգամ արդեն դա իրականացվել է 2018 թվականին, միգուցե նաեւ բայց դրանից հետո ինչքան է իրականացվել եւ արդյունք չի տվել։ Միգուցե հաջորդ անգամ արդյունք տա ասածս այն է, որ կախված է թե ինչպեսի դու առաջնահերթություն ես քաղաքական օրակարգ բերելու, ինչ գործիքակազմով, ինչ գործողություններ են իրականացվելու, ինչ բայց նոր գործիքակազմեր էլ չկան, այնպեսի բան մոգոնել, որ չեն արել մյուսները, նախորդները։ Այնպես չի, որ շատ իրավիճակներում դա կարող է տարբեր ձևով արտահայտվել եւ աշխատել։ Ամեն դեպքում Փաշինյանին 700,000 մարդ ընտրեց, քիչ ցուցանիշ չէ։ Հիմա սա անհանգստացնում է ընդդիմությանը, թե ոչ։ Ոչ թե անհանգստացնում է, այո, դա մեր խնդիրն է նաև, որպես ես կարող եմ ընդդիմության ներկայացուցիչ ասել, որ այնտեղ սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց էին տալիս, որ կա մի ընտրազանգված, որը կողմնորոշված չի, արդեն աշխատանքը գնում էր, թե այդ ընտրազանգվածին ով իր կողմ կբերի։ Այո, իհարկե ընդդիմությունը իր սխալները ունեցել է եւ հենց այդ սխալները ուղղելու արդյունքում եւ հետևանքով կարող է իշխանափոխությունը իրականացնել, հասկանալու, թե մեր ժողովուրդը, էլեկտորատը ինչ ակնկալիք ուներ ընդդիմությունից եւ առհասարակ ինչ էր ակնկալում լսել, տեսնել, որ միգուցե գործողությունների տեսքով եւ այլն եւ այլն։ Հետևաբար post ընտրական այս process-ները հենց այդ վերլուծությունների համար են նաեւ, որպեսզի ճիշտ ռազմավարություն ընտրվի առաջիկայում այդ գործողությունների պլանը մշակելու եւ ռազմավարություն մշակելու դեպի իշխանափոխություն գնալու համար։ Ես խոսում եմ նաեւ առհասարակ ընդդիմադիր դաշտի, այսինքն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցել են, բոլորը իրենց սխալները պիտի հասկանան, որովհետև սա բոլորիս կարող եմ ասել պարտություններ, որովհետև փաստը արձանագրենք, ամեն դեպքում ինչքան էլ ընտրել են իշխող կուսակցությանը, սակայն կայուն մեծամասնություն չի եղել, այսինքն 50+ չի։ Ինչի որ իրենք ձգտում էին։ Այո, եւ կարող է լավ ավելի քիչ լինել։ Այստեղ մի շարք հանգամանքներ են նաեւ դարձել պատճառը, որ այդ կողմնորոշված մարդկանց զանգվածը կողմնորոշվի ում ընտրելու, անկախ նրանից նա ցանկություն ուներ, չուներ, այսինքն պետք է հասկանալ, թե մարդիկ հարցումների ժամանակ, որ ոչ թե Փաշինյանն են ընտրում, այլ խաղաղությունը։ Ասում են մենք խաղաղություն ենք ընտրում եւ այսինքն նրանք մտածում են, որ ընդդիմությանը եթե ընտրեն խաղաղություն չի լինելու, եթե Փաշինյանին ընտրեն խաղաղություն կլինի, այսինքն կարողացավ իշխանությունը ներկայացնել եւ մատուցել այդպես, որ մարդիկ հավատան, ինչ որ չափ մարդիկ տարբեր մարդիկ, այո, տարբեր մարդիկ, տարբեր դրդապատճառներով եւ պատճառների համար են հանգամանքներում են նաեւ հիմնական թեզը խաղաղություններ։ Հիմնական թեզը խաղաղություններ։ Ես ես ասեմ, որպես ոչ միայն քաղաքական գործիչ, այլ առհասարակ կառավարման մասնագետ, երբ որ դու չունես տեսլական կամ քո տեսլականը ընդամենը խաղաղությունն է, դա абսուրդ տեսլական է, որովհետև խաղաղությունը հեղուկ է, կարող է լինել ինչպիսի խաղաղություն, օրինակ Արցախում էս բային խաղաղություն է,
Եվ ընդդիմության միգուցե խնդիրը նա էր, որ մեր տեսլականը չկարողացանք այնպես ձևավորված մատուցել մեր ընտրազանգվածին, որպեսզի մարդիկ հավատային ու գնային մեզ ընտրելու, բայց բացի դրանից ընտրելուց զատ ոչ միայն հավատացել են կամ խաղաղությանը ընտրելու համար, մեծ վարչական ռեսուրս է կիրառվել մարդկանց լոկալ, երբ որ քարոզարշավի ժամանակ շատ մարդիկ ասում են մենք պետական աշխատող ենք, մենք պետք է ընտրենք, այսինքն մարդիկ պատկերացում չունեն պետության ծառայելը ինչ է եւ պետական պաշտոնյային ծառայելը, այսինքն քաղաքական գործիչները իրավասու չեն պետական գործչին կամ պետական բյուրոկրատիայի համակարգում աշխատող մարդուն պարտադրելու ընտրության։ Սակայն այս կենտրոնամետ իշխանության ձգտող հանրություն ունենք սովետական միությունից եկած եւ այս 35 տարիների ընթացքում չենք ձևավորել այնպիսի հասարակություն, որը այնքան իրավագիտակից լինի եւ ընտրական վարքագիծ ունենա, որպեսզի ընտրի այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում առանց վախենալու գործը աշխատանքը կորցնելու։ Բայց ամեն դեպքում կարող է քարոզարշավին գնալ վախենալով, բայց ընտրատեղամաս գնալով արդեն ընտրի նրան, ում ցանկանում է։ Կարող է, այո, մենք էլ ենք ասում կարող է, բայց նաև չի կարող, որովհետև մարդիկ տեսել են իրենց ընտրությունը տարբեր ժամանակահատվածներում կեղծվել է կամ չգիտեմ, մարդիկ ասում են մենք գիտենք ում ես ընտրելու, դա էլ կա։ Ես շատ մարդկանց ընտրողների եմ հանդիպել քարոզարշավի ժամանակ, ասում են իրանք գիտեն մենք ում ենք ընտրելու, մենք վախենում ենք, մենք աշխատում ենք, երեխաներ ունենք, այո, հիմնականում մարզերում հատկապես երբ քիչ են ընտրողները հասարակություն ունենք, որտեղ ժողովրդի մեծ մասը վարկեր ունեն եւ այլն։ Բոլորը մտածում են իրենց սոցիալական պայմանների մասին եւ երբ հասարակությանը եւ հանրությանը քաղաքական հանրային գործիչները, ղեկավարներն ու առաջնորդները պահում են այդ բազային կարիքների վրա, այսինքն մարդիկ չեն կարող մտածել ազգային անվտանգության, այո, իհարկե չեն կարող արժեքների եւ այլնի մասին մտածել, իսկ պետության կայացման ամենակարևոր գործոններից մեկը պետության հիմքում արժեքներ դնելն է, գաղափարներ։ Շատ մարդիկ երբեմն ասում են մենք չունենք ազգային գաղափարախոսություն, ինչ է այդ ազգային գաղափարախոսություն, մեր ազգային արժեքների վրա հիմնված տեսլական, որը որ այո չեն կարողանում ծնել, որովհետև շատ դեպքերում չունենք առաջնորդներ, ովքեր գաղափար գեներացնողներ են եւ այս համակարգն էլ չի թողնում այս ամբողջ մեդիա մանիպուլյացիան եւ այլն կեղծիքները, չգիտեմ, մասկի շոուները դատել եւ այլն, այս ամեն ինչը թույլ չի տալիս, որպեսզի այդպիսի առաջնորդներ նաեւ ձևավորվեն եւ տեսադաշտում Երևան, սակայն կան մարդիկ բնականաբար թե պրոֆեսիոնալ, թե որպես առաջնորդներ, քաղաքական հանրային գործիչներ, ովքեր որ պայքարել են, պայքարում են եւ պայքարելու են Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ խաղաղությունը, որը որ այս պահին այսպես անպագորգոր հնչվում է իշխանություն դարձած կուսակցության բերանից, բնականաբար հեղուկ է, ոչ միտեղ ամրագրված չէ, Ադրբեջանը անընդհատ պահանջներ է ներկայացնում սահմանադրության փոփոխության, տարածքների հետ կապված եւ այլն, այսինքն դրանք շարունակական բնույթ են կրում եւ հենց գերիների հարցը, որը որ խաղաղության օրակարգի մեջ չկա, դա նույնպես վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության գնալու Հայաստանի հետ, համենայն դեպս փաստը արձանագրված է, չկա փաստաթուղթ ստորագրված եւ երկու կողմերին հավասար այսպես բանակցություններ չեն գնացել, այսինքն մեր կողմից զիջումներ եւ միայն զիջումներ առանց մեր քաղաքացիների, մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու։ Իսկ Ադրբեջանի կողմից այս դեպքում 19 առնվազն 19 գերիները որ կան, վերջերս նաև մեր իրավապաշտպանները հայ նշեցին, որ չի բացառում, որ 80 գերիներ կան, որոնք որ անհետ կորած կամ պարտադրված անհետ կորածներն են, այսինքն որոնց մասին այսպես տեղեկատվություն հարկադիր անհետացման ենթարկված մարդիկ, այսպես է իրավաբանորեն նրանց մասին չկա խոսք, անհետ կորածների ծնողները անընդհատ պայքարում են, դա մեր
ազգի, ոչ թե քաղաքական, այլ ամբողջ հայ ժողովրդի առաջնային օրակարգը պետքա լինի մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, նրանց անվտանգությունը, արժանապատվությունը ապահովելու։ Նաև Ռուբեն Վարդանյանի մասով փաստորեն աշխատանքներ կտարվեն եւ նաև նա մի է դիմել այս մասով ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, մեր ամբողջ գործունեությունը լինելու է բոլոր մեր գերեվարված եւ պատանդարված հայերին, որոնք այս պահին Բաքվի բանտում են եւ նրանցից շատերը երկուսը ցմահ ազատազրկման են, մյուսները ներողություն 20 տարով են ազատազրկվել Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը 65+-ի հետ կապված, մնացած քաղաքական գերիները, պատանդները ցմահ են ազատազրկվել, այս տարվա փետրվարի 17-ին վճիռը կայացվեց Ռուբեն Վարդանյանի գործով, որտեղ որ 41 դրվագով մեղադրվեց եւ վերջերս ամսի հուլիսի 19-ին իրավապաշտպանը դիմել է մի հետ, այո, բողոքարկելու, որովհետեւ ամբողջը ապօրինի է, ոչ իրավական, առանց հիմքերի, առանց փաստերի եւ ապացույցների։ Սակայն ամենացավալին այն է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ոչ մի արձագանք չկա, ոչ մարդու իրավունքների պաշտպանի, որին դիմել է Ռուբեն Վարդանյանը, որպեսզի արձագանքի եւ հեղեղուկ արձագանք հնչեց նրա կողմից եւ առհասարակ պետական, այո, կառավարման ապարատի կողմից մի քանի ընդամենը ելույթներ, որ ծնգլարեցի կամ չգիտեմ, դա նկատի չունեցել, անդադ հարստալն է նկատի ունեցել։ Ամեն դեպքում իշխանությունն ասում է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, պարտադիր չի որ ամենուր խոսենք դրա մասին։ Ամենօրյա աշխատանքը, երբ ունի 0 արդյունք, ստացվում է, որ բացարձակ կամ չեն աշխատում, կամ իրենց աշխատանքը զրոյական է։ Հետևաբար երկու դեպքում էլ 0 արդյունք ունի եւ իրենց գործերն ու խոսքերը երբեք իրար հետ համատեղ չեն համատեղվել, միշտ հակադիր են եղել, իրանք մի բան ասել, մի բան արել են եւ մի բան ակնկալել, պատկերացրել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ապրելու երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավոր Սուզաննա Ավետիսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։